Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր ապրիլի 1-ն է, երեքշաբթի։ Արտահերթ ընտրություններից 2 օր անց Գյումրիում հետընտրական հանգուցալուծումներում անորոշություն է։ Իշխող ուժը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քվեարկության արդյունքներով չկարողացավ մեծամասնության քվեն շահել, իսկ ընդդիմադիր 4 ուժերը միասին հավաքել են 50+1% ձայներ։ Սա նշանակում է, որ քաղաքապետ ընտրելու համար ավականու մանդատներ ստացած ուժերը պետք է միավորվեն կամ աջակցեն միմյանց։ Ստացված քվեների թվով երկրորդ ուժին Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկելու մասին հայտարարել են Գյումրիի ավականու կազմում մանդատներ ստացած Մայր Հայաստան դաշինքը եւ Իմ հզոր համայնք կուսակցությունը։ Սրանով հանդերձ էլի ձայները չեն բավականացնում քաղաքապետ ընտրելու համար։ Քաղաքապետի ընտրության համար վճռորոշ որոշումը մեր քաղաքը դաշինքինն է, որի քաղաքապետի թեկնածուի Մարտուն Գրիգորյանի որոշմանն են սպասում բոլորը։ Գյումրիի թիմ արտահերթ ընտրությունները ամփոփվեցին ընդդիմության հաղթանակով, այսինքն 4 ընդդիմադիր ուժերը հանրագումարում ավելի շատ քվե են ստացել։ Ըստ այդմ, ընդհանուր ավելի շատ մանդատներ կունենան, քան իշխող ուժը։ Սա նշանակում է, որ Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ կունենա, եթե բոլոր այս 4 ուժերը միավորվեն ու քվեարկեն քաղաքապետի մեկ թեկնածուի օգտին։ Ընդդիմադիր 4 ուժերից ամենաշատ ձայները ստացել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Նրա օգտին քվեարկելու մասին առաջինը հայտարարեց Մայր Հայաստան դաշինքը, որը Գյումրիի ավականու կազմում կունենա 2 մանդատ։ Մենք մեր քվեն տալիս ենք հանուն իշխանափոխության, մենք չունենք որևիցե քաղաքական ուժի հետ միանալու, միավորվելու, պաշտոն բաժանելու, մեզ ոչ մի պաշտոն պետք չի։ Մայր Հայաստան դաշինքի հայտարարությանը հաջորդեց նաև Իմ հզոր համայնք կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը։ Նա եւս իր 3 մանդատով պատրաստ է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Ռուբեն Մխիթարյանի Facebook-յան էջում կարդում ենք. Պատրաստ եմ մեր ավականիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի, չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին։ Ընդդիմադիր թեկնածուներից ամենաշատ ձայներ ստանալու հանգամանքն է, որ այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ մյուս ընդդիմադիրները պետք է միանան իրեն։ Այս մասին քվեարկության հաջորդ օրը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ 2 ընդդիմադիր ուժ իրեն քվեարկելու պատրաստակամություն հայտնել է, բայց սա բավարար չէ, որ Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Նախ իմ ձայները բոլորից բարձր ընդհանուր առմամբ աշխարհում ես չգիտեմ մի դեպք, որ ասենք ովքեր որ շատ ձայն են ունեցել գնան միանան այն քիչ ձայներ ունեցողին։ Հետո եւ Կարենը եւ Ռուբենը հասկացար միացել են ինձ, այսինքն 3-ս միասին մենք միացել ենք, մենք սպասում ենք։ Վարդան Ղուկասյանը եւ ոչ միայն նա սպասում է մեր քաղաքը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Բոլոր 4 ընդդիմադիր ուժերի ձայների հանրագումարում միայն ընդդիմությունը մեծամասնություն կստանա։ Քվեարկության նախնական արդյունքներով Մարտուն Գրիգորյանի ղեկավարած ուժը կստանա 6 մանդատ։ Ինչպես են դրանք տնօրինելու Գյումրիի քաղաքապետի ընտրության օրը նորընտիր ավականու առաջին նիստին։ Մեր քաղաքը դաշինքը դեռ լուռ է։ 3 Մարտուն Գրիգորյանը շատ կարճ գրառում արեց Facebook-ի իր էջում։ Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Դա հաստատ է։ Հաստատ է նաև, որ Գյումրիում ավականու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Ինչ սցենարով կարող է ընթանալ այդ նիստը, այս մասին վերլուծություններ է ներկայացրել սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Ըստ սահմանադրագետի, եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։ Բայց կա նաև ավականու նիստի կայանալու հարց։ Ավականու նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է ավականու 17 անդամ, այսինքն առանց ընդդիմության ավականու նիստ չի կարող հրավիրվել։ Հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչ սցենարով է առաջնորդվելու ընդդիմությունը։ Հնարավոր տարբերակները շատ են։ Նախ եւ առաջ ընդդիմադիր ուժերի ընդհանուր հաղթանակի համար հարկավոր է երկրորդ եւ երրորդ տեղերի, այսինքն Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միավորումը։ Տեղի կունենա արդյոք այս միությունը կամ գուցե կողմ կքվեարկեն առանց միավորման։ Այլ սցենարներ եւս հնարավոր են։ Դրանցից որն է իրականություն դառնալու ապրիլի 16-ին հստակ պարզ կլինի։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։
Ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում падգամավորական մանդատը։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան գրառմամբ։ Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ, այսպես ասած, միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի վարքին։ Ազգային ժողովի падգամավորը իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ։ Ըստ այդմ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ազգային ժողովի падգամավորի մանդատս։ Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ազգային ժողովի աշխատակազմ, գրել է Գաբրիելյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ այսօրվանից սկսած ինքն առաջադրվում է որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում վարչության անդամի թեկնածու, քանզի իր համար միանշանակ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք։ Ազգային ժողովից հայտնել են, որ ստացել են падգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումը։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում падգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ազգային ժողովի նախագահը այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է ազգային ժողովի նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին ժամը 17-ից մինչև ապրիլի 1-ը ժամը 4:45 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործով դատավարությունը։ Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել մարտի 18-ին եւ 1 տասնյակից ավելի տուժողներ էին ցուցմունք տվել։ Արցախի ղեկավարի եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունը տեղի կունենա ապրիլի 5-ին։ Մոսկվան պատրաստ է իր օգնությունն առաջարկել Վաշինգտոնին եւ Թեհրանին կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Պետք է գործել, քանի դեռ գնացքը չի գնացել։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Սերգեյ Ռաբկովը նշել է, որ Մոսկվան դեմ է ագրեսիային եւ հակամարտության ռազմական լուծումներին եւ զգուշացնում է Վաշինգտոնին Իրանի միջուկային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին, քանի որ հետևանքները կարող են աղետալի լինել ողջ տարածաշրջանի համար։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Միացյալ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել Եմենի հութիներին, քանի դեռ նրանք վտանգ են ներկայացնում նավագնացության համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք նրանց ուղղությամբ հարվածում ենք ամեն օր եւ ամեն գիշեր, ավելի ու ավելի ուժգին։ Նրանց հնարավորությունները, որ սպառնում են նավագնացությանը եւ տարածաշրջանին, արագորեն ոչնչացվում են։ Մեր հարվածները շարունակվելու են, քանի նրանք նավագնացության համար չեն դադարի վտանգ ներկայացնել։ Հութիների ընտրությունը պարզ է՝ դադարեցրեք կրակել ամերիկյան նավերի վրա եւ մենք կդադարենք կրակել ձեր վրա։ Հակառակ դեպքում Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում եւ իրական ցավը դեռ առջևում է։ Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ գործողությունների այլ տարբերակներ կկիրառի, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության խոսնակը, նշելով, որ Թեհրանի վարքը սպառնում է Վաշինգտոնի ազգային շահերին։ Ինչպես գիտենք, նախագահ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ քննարկել այդ գործարքը։ Նախագահը հստակ հասկացրել է, որ իրանական կողմի գործարքի կնքումից հրաժարվելու դեպքում կկիրառվի նաև այլ տարբերակներ, որոնք Իրանի համար վատ հետևանքներ կունենան։ Թեմի Բրյուսը մեջ բերելով Թրամփի խոսքերն ասել է, որ Իրանը երբեք պետք է միջուկային զենք չունենա։ Միացյալ Նահանգները չի կարող նման բան թույլ տալ։ Իսրայելի օդային հարվածներից Բեյրութի արվարձաններում 4 մարդ է զոհվել, եւս 7-ը վիրավորվել։ Հրթիռներն արձակվել են Հայ Ալ-Մադի թաղամասի բնակելի շենքերից մեկի վրա։ Թիրախավորված շենքի շուրջ դեռևս շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Դեպքի վայր է բերվել ծանր տեխնիկա դյուրացնելու փրկարարական խմբերի աշխատանքը։ Լիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի հարձակումն, ընդգծելով, որ դա լուրջ նախազգուշացում է երկրի դեմ ուղղված մտադրությունների վերաբերյալ։ Իր հերթին իսրայելական կողմը հայտարարել է, որ թիրախավորել է Հեզբոլլահի ռազմական ղեկավարության
անդամի։ Հայտարարության մեջ նշվել է, որ թիրախավորված անձը վերջերս ուղղորդում էր Համասին եւ օգնում նրանց իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ հարձակում իրականացնելու փորձերում, ինչպես նաեւ ներկայացնում էր իրական ու անմիջական վտանգ։ Լիբանանի հետ 2024 թվականի նոյեմբերի 27-ի հրադադարի համաձայնագրից հետո Իսրայելն արդեն երկրորդ անգամ է թիրախավորում Բեյրութի հարավային արվարձանը։ Մյանմարում օրերս տեղի ունեցած 7.7 մագնիտուդի զորությամբ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը, վիրավորներինը 4500-ը, եւս 441 մարդ անհետ կորած է համարվում։ Մասնագետների կանխատեսումներով զոհերի եւ վիրավորների թիվը դեռ կավելանա։ Որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են վնասված ճանապարհների, փլուզված կամուրջների պատճառով։ Մալայզիայում խոշոր հրդեհ է բռնկվել գազատարի պայթյունի հետևանքով։ Ավելի քան 110 մարդ տուժել է այրվածքներից եւ շմուլ գազի թունավորումից։ Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքի մոտ գտնվող Պուտրահեյթ շրջանում գազի արտահոսքի պատճառով։ Կրակի բարձրությունը հասել է 500 մետրի։ Հրդեհի հետևանքով վնասվել է ավելի քան 50 տուն։ Տեղի իշխանությունները մոտակա շրջաններից տարհանում են մարդկանց։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Այսօր տեղական ժամանակով ժամը 13:56-ին 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Բավրագյուղից 13 կիլոմետր հարավ-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-ից 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գյումրիում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան եւ Ամասիա գյուղերում 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաեւ Լոռու մարզի Տաշիր քաղաքում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Սարատակի միջնակարգ դպրոցի նախկին շենքը քանդել են, որտեղում նոր շենք կառուցեն գյուղի աշակերտության համար։ Արդեն հիմնային աշխատանքները սկսվել են։ Դպրոցի հին շենքը ապամոնտաժել են, որովհետև խարխլված էր եւ գործող սեյսմիկ նորմերին չէր համապատասխանում։ Ուսումնական գործընթացը ամենակիչը 2 տարի գյուղի դպրոցը կկազմակերպի նախկին գյուղապետարանի շենքում։ Այստեղ տեղավորված է 2 դասարան, առաջին եւ երկրորդ դասարանը։ Այսպես ենք հարմարեցրել դասասենյակները, այստեղ պատ ենք մոնտաժել, մեծ դալիճ էր, հարմարեցվել է շենքը, որպես ուսումնական հաստատություն խնդրեմ։ Նախկին գյուղապետարանի ներկայում գյուղի վարչականի շենքը թեթևակի վերանորոգել են, միջնապատերով դասասենյակներ առանձնացրել։ Հարմարեցումներ են արել ու ստեղծել 9 դասասենյակ։ Դեռ 2 տարի գյուղի դպրոցի 191 աշակերտ այս պայմաններով է դասեր անելու։ Դեկտեմբերի 10-ից արդեն մենք դասապրոցեսը իրականացրել ենք գյուղապետարանի շենքում։ Ճիշտ է, շատ դժվար էր 190 աշակերտներ տեղավորել այս փոքրիկ շենքում, բայց ինչևէ բարենպաստ պայմաններ ստեղծվել են դասապրոցեսը իրականացնելու համար։ Ոչ մի օր դասերը չեն տուժել, որովհետև մենք այդ ամբողջ աշխատանքը կատարել ենք դասերից հետո։ Այն ինչ որ պետք է եղել տեղափոխել ենք դասերից հետո, մի անգամից չէ, բայց քիչ-քիչ հարմարվեցինք արդեն։ Մի փոքր նեղվածք է, 2 հերթով ենք աշխատում, բայց համենայն դեպս կոմպակտ դասարաններ են եղել, հարմարավետ, չենք նեղվում։ Վարչական կենտրոնը 191 աշակերտի համար փոքր է, երկրորդ կիսամյակից դասերը երկերթ են կազմակերպում։ Սարատակի վարչական ղեկավարն էլ իր մի քանի աշխատողով տեղափոխվել է այլ տարածք, նախկին մշակույթի տան շենք, որը երկար տարիներ չէր գործում։ Սա հին դպրոցի տարածքն է, 70-ականներին կառուցված տիպային շենքը պահել հնարավոր չի եղել։ Շենքի արտաքին տեսքը ոչինչ չի ասել ներսի վատ վիճակի մասին։ Ամեն տարվա կոսմետիկ նորոգումները բան չեն փոխել վիճակի մեջ։ Ավելի քան 50 տարի առաջ կառուցված շինությունն ուներ վթարայնություն եւ շահագործման համար վտանգավոր էր։ Իրականում ինքը խնդիրներ կային էլի, դպրոցը արդեն սեյսմակայուն չէր երևի թե այս դպրոցը քանդելուց հետո նոր պարզվեց, որ բավականին անվտանգ պայմաններ չէր ստեղծվում դպրոցում։ Այն սովետական ժամանակներում հիմնականում նկատի չեն ունեցել այդ ամեն ինչը։ Դրանք կարող էր նախատեսված եղել, բայց քանդելու ժամանակ արդեն կերևա միջպանելային մոնոլիտ տեղամասներ չկա, որը հիմա նախատեսնվում է։ Սյուները, իսկ սյուները բաները կոշտության պատեր չունին, իսկ ժամանակակից դպրոցները հիմա ունեն այդ ամեն ինչը, որոնք համապատասխանում են սեյսմիկ նորմերին։
Խորհրդային շինարարության գործող կամ անտեսված նորմերի պատճառով եղան շենքերի ու շինությունների փլուզումները 1988-ին։ Գյուղի հին դպրոցի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների արդյունքում է որոշվել շենքն ամբողջությամբ քանդել ու տեղում նորը կառուցել դպրոցաշինական նոր ստանդարտներով։ Մաշված շենք էր։ Մեր 15 օրվա քանդվել է շենքը։ 15 օրվա։ Լրիվ քանդվել, տարածքը մաքրվել է ու արդեն կատարել ենք նշահարումները, որից հետո սկսել ենք 4-րդ կորպուսից աշխատանքները։ Ուրեմն դրենաժային սիստեմը հավաքենք, կազմակերպենք, նոր շարունակենք մնացած։ Պետության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով եւ տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով մոտ 2 ամիս է հին դպրոցի տեղում շինարարներն աշխատում են։ Հողային եւ հիմնային աշխատանքներն ավարտել են, նոր դպրոցը դառնալու է կրթահամալիր 4 մասնաշենքերով։ Ուսումնական շենքից ու մարզադահլիճից բացի դպրոցն ունենալու է նախակրթարան, այն իր մակերեսով կրկնակի մեծ է լինելու նախկին շենքից։ Շինհրապարակը ընդգրկում է 4000 քառակուսի մետր տարածք։ Սիքսպես, կոկակ, էստանդար։ Նախկին դպրոցը մինչև տեղ է էսպես։ Այդքան տեղը տալիժներ։ Հա, կրկնակի իշ տարածքով կրկնակ անգամ մեծ է։ Նոր դպրոցը եռահարկ է լինելու նկուղային հարկով, որը ծառայելու է նաև որպես ապաստարան։ Կառուցում են 288 աշակերտական համակազմի համար, այսինքն նախագծումներով մոտ 100-ով ավելի այժմյան աշակերտության թվից։ Կառուցապատման ծրագիրը ավարտվելու է 2 տարում 2027 թվականին նոր գյուղը կունենա նորակառույց դպրոց։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։